Ժամանակակից արվեստի թանգարանում բացվել է ընկերներ խորագրով ժամանակավոր ցուցահանդես նվիրված նկարիչ բազմաթիվ ցուցահանդեսների համադրող Արման Գրիգորյանի հիշատակին։ Ցուցահանդեսը կազմակերպվել է թանգարանի եւ Թաթուլ Արաքյանի հավաքածուների հիման վրա, նոր հայացք ուղղելով արվեստագետի ստեղծագործական աշխարհին։ Նա գերադասել է, որ արվեստում լինի սեր եւ խաղաղություն, որ արվեստը ցույց տա այն, ինչ որ կարող է հետագայում լինել կամ հետագայում իրականանալ եւ դեմ էր պեսիմիզմին արվեստի մեջ, քանի որ ասում է խորը պեսիմիստ արվեստագետներ շատ են։ Դրա համար իր արվեստը տարբերում էր եւ ինքն այդ խաղաղության շարժման արվեստագետներից է։ Արման Գրիգորյանի աշխատանքներն առանձնանում են ինքնատիպ գեղարվեստական լեզվով, արտահայտիչ կերպարներով եւ խոր բովանդակությամբ։ Արվեստագետի ստեղծագործություններում արտացոլված են նրա ներաշխարհը, գեղագիտական որոնումներն ու մարդու եւ ժամանակի մասին մտորումները, որոնք ժամանակին բարձր է գնահատել նաեւ թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանը։ Իգիթյանը ընտրում էր լավագույններին, չնայած շատ քննադատություններ կար այդ ժամանակ նաև, որ ինչու եք սրան ընտրել, նրան չեք ընտրել, դա անհատական մոտեցում էր նկարիչներին, բայց եկեք քանի գնում ենք, համոզվում ենք, որ Իգիթյանի աչքը մնում էր դիպուկ, որովհետև հենց ինքն էր արտահայտում, սա իմ ընտրածն է, եթե դուք ուզում եք ուրիշ նկարիչներ ներկայացրեք, բացեք ձեր թանգարանը եւ ներկայացրեք ձեր ընտրած նկարիչներին։ Ընկերներ ցուցահանդեսում Արման Գրիգորյանի ստեղծագործությունների կողքին ներկայացված են նաև նրա ժամանակակիցների, նրա ընկերների աշխատանքները։ Այսպիսով ցուցասրահում ձևավորվել է յուրահատուկ ստեղծագործական միջավայր, որում երկխոսում են Արման Գրիգորյանն ու ընկերները։ Ինքը իր գործերով մավան մասին խոսում էր, բայց կյանքը ավելի շատ էր սիրում։ Մի տարի առաջ Արման Գրիգորյանը մեզանից հեռացավ, բայց հիմա ինչ էլ որ անես, նոր խոսք ասես մեր արվեստում, անպայման հիշելու են Արմանին, որտեղ Արմանը շատ-շատերի վրա է ազդեցություն թողել։ Տարբեր հեղինակների աշխատանքները լրացնում են միմյանց, ձևավորելով հիշողության պատմություն։ Այս համադրությունը հնարավորություն է տալիս Արման Գրիգորյանի արվեստը դիտարկելու ավելի լայն համատեքստում։ Այս պահին մտնողը, ով 80-ականների, երկրորդ կեսի 90-ականները եղել, հաստատ այդ կգնիր պատմության այդ էջերը վերհիշելով եւ այս գործերը, եւ այս հեղինակներին, եւ այն ժամանակները, ասում են մութ ու ցուրտ տարիներ են, բայց նա ինչ վերելքի գործեր են արել։ Ընկերներ ցուցահանդեսը եւս մեկ առիթ է վերարժևորելու արվեստագետի թողած ժառանգությունը, կրկին անդրադառնալու նրա ստեղծագործական ճանապարհին։ Ցուցահանդեսը ժամանակակից արվեստի թանգարանում կգործի մինչև օգոստոսի 25-ը։ Յուրա Վահանյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։